Բարև ձեզ։ 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 Բարև ձեզ, մի 2 րոպե սպասենք, ոնց որ միանում են, սկսենք։ Բարի երեկո բոլորին, իմ ձայնը նորմալ լսվում է, խնդրում եմ չաթում գրեք։ Շատ լավ։
Ուրեմն սկսենք արդեն։ Այս մեր երկրորդ դասախոսությունն է, որը ինչպես վերնագրից տեսնում եք, նվիրված է էլի կապի մոլեկուլային օրբիտալների տեսությանը։ Այս անգամ խոսելու ենք հիմնվելով մեր անցածի արդեն վրա, խոսելու ենք հիբրիդացման մասին եւ մոլեկուլային օրբիտալների տեսության մասին։ Արագ ամփոփենք անցած դասախոսությանը ինչ թեմաների ենք մենք անդրադարձել։ Ուրեմն մինչ այժմ դուք սովորել եք Լուիսի կառուցվածքները, ներկայացնելով դրանց վալենտային էլեկտրոնի դասավորությունը ատոմներում եւ մոլեկուլներում։ Այս կառուցվածքները շատ օգտակար են ցույց տալու համար, թե ինչպես են ատոմները միմյանց ընդհանուր էլեկտրոնային զույգերի միջոցով։ Հետևելով օկտետի կանոնին, մենք կարող ենք կանխատեսել կապի հիմնական ձևերը, հասկանալ էլեկտրոնների բաշխումը պարզ մոլեկուլներում։ Ինչպես ինձ հայտնի է, դուք վալենտային թաղանթի զույգ էլեկտրոնների վանման տեսությանը նույնպես անդրադարձել եք, որը մեզ օգնում է կանխատեսել մոլեկուլների եռաչափ տարածական ձևերը, հիմնվելով այն գաղափարի վրա, որ ատոմի շուրջը էլեկտրոնային զույգերը կդասավորեն այնպես, որպեսզի նվազագույնի հասցվի վանողականությունը։ Դիտարկելով կենտրոնական ատոմի շուրջը կապակցված եւ միայնակ էլեկտրոնային զույգերի թիվը, մենք կարող ենք կանխատեսել, օրինակ, մոլեկուլը կլինի գծային, թեքված, եռանկյունի, քառանիստ, տարբեր երկրաչափական կառուցվածքներով։ Այս տեսությունը պարզ է, բայց շատ լավ միջոց է մոլեկուլային երկրաչափությունը բացատրելու համար։ Վալենտային կապերի տեսությունը, այս երրորդ տեսությունը արդեն ավելի խորն է ուսումնասիրում ատոմների կապերի ձևերը, ատոմային օրբիտալների վերածածկը, Այս տեսությունն ավելի խորն է ուսումնասիրում, դրա համար վալենտային կապի տեսությունը դրանից մենք իմանում ենք, թե ինչպես են քիմիական կապերը ձևավորվում, երբ երկու ատոմների ատոմային օրբիտալները վերածածկում են, ինչն է թույլ է տալիս էլեկտրոններին կիսել։ Սա օգտակար է կովալենտային կապի ձևավորումը հասկանալու համար, քանի որ բացատրում է, թե ինչպես են փոխադրում տարբեր ատոմների օրբիտալները եւ ինչպես կարող են օգտագործվել հիբրիդային օրբիտալները։ Օրինակ մեթանում քիմիական կապերը բացատրելու համար։ Այս բոլոր տեսությունները, Լյուիսի կառուցվածքները, վալենտային կապերի տեսությունը, վալենտային թաղանթի զույգ էլեկտրոնների վանման տեսությունը, սրանք շատ օգտակար ու հիմնարար տեսություններ են, բայց այս տեսությունները չեն կարող բացատրել, օրինակ, ատոմների կամ մոլեկուլների որոշ հատկություններ, որոնք մենք հանդիպում ենք բնության մեջ։ Այս տեսությունները չեն կարող բացատրել, օրինակ, մագնիսականությունը, օրինակ, ինչու են որոշ մասնիկներ, որոշ մոլեկուլներ, ատոմներ ունեն մագնիսականություն, որոշները չունեն։
օրգանական քիմիայի դասից մեզ հայտնի արոմատիկ միացությունները, օրինակ, այս տեսությունները նույնպես չեն կարող բացատրել արոմատիկությունը, զուգորդված համակարգերը, չզուգորդված համակարգերը։ Դրա համար մենք ներմուծում ենք մոլեկուլային օրբիտալների տեսությունը, որը ավելի համակարգված, ավելի խորն է ուսումնասիրում քիմիական կապի բնույթը եւ էլեկտրոնների վարքը մոլեկուլում։ Կներեք նորից կասեք իմ ձայնը նորմալ լսվել է, արդեն մենք անցնում ենք ում դասախոսությանը, չի ուզենա որ սխալ ընթացք ունենայինք։ Մոլեկուլային օրբիտալների տեսության մեջ մենք երբ ատոմները միանում են քիմիական կապ ստեղծելու համար, ատոմային օրբիտալները, սովորական ատոմային օրբիտալները, մեր իմացած ատոմային օրբիտալները, ասենք 1s, 2s, 2p եւ այլն։ Նրանք փոխազդում են իրար հետ առաջացնելով մոլեկուլային օրբիտալներ։ Այսինքն մոլեկուլային օրբիտալների տեսության մեջ քիմիական կապը բնութագրելիս մենք արդեն չունենք ատոմային օրբիտալներ, ունենք միայն մոլեկուլային օրբիտալներ։ Այս տեսությունը էլեկտրոնների բաշխման ավելի գլոբալ տեսակետ ունի, որտեղ էլեկտրոններն այլևս չեն պատկանում առանձին ատոմներին կամ կապերին։ Պետք է պատկերացնենք, ոնց որ այդ մոլեկուլային օրբիտալներում արդեն էլեկտրոնները ոչ թե պատկանում են ինչ-որ մի կապի կամ ինչ-որ մի ատոմի, այլ պատկանում են ամբողջ մոլեկուլին։ Հիմա մոլեկուլային օրբիտալները այդ փոխազդեցությունից ատոմային օրբիտալներին առաջանում է երկու տեսակի ըստ մոլեկուլային օրբիտալների տեսության առաջանում է երկու տեսակի օրբիտալներ, կապող եւ քանդող օրբիտալներ։ Երբ տարբեր էլեկտրոնների ալիքային ֆունկցիաները դրանց օրբիտալների վերածածման ժամանակ համընկնում են, առաջանում են կապող օրբիտալներ։ Այս քվանտային քիմիայի դասընթացից հասկացություններ են, ալիքային ֆունկցիաներ եւ այլն, որով բնութագրում են էլեկտրոններն ու օրբիտալները։ Այդ մենք մոլեկուլային օրբիտալների տեսությունը հասկանալու համար ուղղակի պետք է հասկանանք, որ էլեկտրոնները իրանց բնույթով կարող են իրանց ալիքային ֆունկցիաները միմյանց համընկնի կամ չհամընկնի։ Եթե համընկնում է, առաջանում է կապող օրբիտալ։ Եթե չի համընկնում, առաջանում է քանդող օրբիտալ։ Հիմա կտեսնենք այդ ինչ են իրենցից նշանակում այդ քանդող ու կապող օրբիտալները։ Երբ առաջանում է կապող օրբիտալներ, այս դեպքում երկու միջուկների միջև էլեկտրոնային խտությունը մեծանում է, որը պահում է ատոմները միասին։ Այսինքն մենք պետք է պատկերացնենք ուղղակի, որ երբ կապող օրբիտալ է առաջանում, էլեկտրոնները իրան ժամանակի հիմնական մասում գտնվում են այդ միջուկների միջև։ Ատոմների միջև էլեկտրոնային խտության ավելացումը նվազեցնում է մոլեկուլի ընդհանուր էներգիան, կապը դարձնելով ավելի կայուն։ Կապող մոլեկուլային օրբիտալները սովորաբար ավելի ցածր էներգիա ունեն, քան սկզբնական ատոմային օրբիտալները։ Հիմա տեսնենք, թե ինչ է քանդող օրբիտալները։ Քանդող օրբիտալները առաջանում են, երբ էլեկտրոնների այդ ալիքային ֆունկցիաները կամ իրանց այդ ինչ-որ պարամետրեր իրար հակառակ են։ Այս դեպքում միջուկների միջև էլեկտրոնային խտությունը նվազում է։ Ստեղծում է մի իրավիճակ, որում երկու միջուկների միջև էլեկտրոնների գտնվելու հավանականությունը դառնում է զրոյական։ Արդյունքում քանդող օրբիտալները էներգիայով ստացվում են ավելի բարձր։ Բարձր էներգիան բերում է ավելի քիչ կայուն վիճակի, ավելի անկայուն վիճակի։ Կարելի է ասել, որ այս քանդող օրբիտալները աշխատում են նորմալ կապի դեմ։ Այսինքն իրանք հանգեցնում են անկայունության, իրանք կապը քանդում են ուղղակի։
Մհմ։ Հիմա այս բարձ օրինակի վրա մենք մի հատ հասկանանք ջրածնի մոլեկուլի օրինակով, ինչ այդ նոր որ խոսացինք, այդ քանդողը ինչա, կապողը ինչա, մոլեկուլային օրբիտալը ինչա։ Հիմա ստեղ այս սլայդում տեսնում եք երկու գծապատկեր, մեկը մի քիչ էս գունավոր, մեկն էլ ուրվագծի տեսքով։ Այս գունավոր մասում մենք տեսնում ենք այս ջրածնի ոնց որ մոլեկուլային օրբիտալների գծապատկերն է։ Նայեք, ջրածինը սովորական վիճակում ինքը ունի 1 էլեկտրոն, ջրածնի ատոմը։ Բոլորը դպրոցական դասընթացից երևի գիտեք։ 1s օրբիտալում։ Եթե երեք նորից այս չաթում գրեք, ես որ այս մկնիկը շարժում եմ երևում, հա, սլայդի վրա որտեղ եմ շարժում։ Հասկացա, որ երևում է, մերսի շատ։ Ահա։ Հիմա նայեք։ Հիմա այս նկարում մենք ունենք երկու ջրածնի ատոմներ, որոնք առաջացել են մոլեկուլ։ Օրինակ, ջրածնի ատոմներից մեկը S է, մյուսը S է։ Իրանք ունեն 1s օրբիտալ, ատոմային օրբիտալ։ Յուրաքանչյուրը ունի մեկական 1s օրբիտալ ու այդ յուրաքանչյուր օրբիտալում մեկական էլեկտրոն։ Հիմա այս օրբիտալների այս երկուսի փոխազդեցությունից առաջանում է 2s ու s։ Սա եւ սա երկու մոլեկուլային օրբիտալներ։ Մենք կարանք ֆիքսենք, որ մոլեկուլային օրբիտալների քանակը առաջացող այդ փոխազդեցության միշտ հավասար է սկզբնական օրբիտալների քանակին։ Մենք այս դեպքում ունենք երկու օրբիտալ, մեկը ջրածնի մի ատոմի մոտ, մեկը մյուս ատոմի մոտ, ես սրանց փոխադրումից առաջացնում է եւս երկու մոլեկուլային օրբիտալներ։ Այսինքն այս սրանք էլ չեն լինում, ու արդյունքում ջրածնի մոլեկուլում ունենում ենք այս վերևինը ու այս ներքևի օրբիտալները։ Հիմա այս ինչա նշանակում այս ներքևինը, կարմիրը, այս պլյուսը։ Այս մեր նոր խոսում ենք կապող, քանդող։ Այս մեր կապող օրբիտալն է, կապ առաջացնող։ Իսկ այս վերևինը քանդող օրբիտալն է։ Այս կապողի դեպքում այդ օրբիտալների ինչ որ ալիքային ֆունկցիաների համընկնումը համընկել է, այս դեպքում չի համընկնում։ Այս մեկը այս էներգիայի դիագրամից հասկանալի է, որ ավելի ցածր էներգիա ունի, իսկ քանդողը ավելի մեծ էներգիա ունի։ Այս կապողի էներգիան ավելի ցածր է, քան սկզբնական ջրանցնի ատոմային օրբիտալները։ Հիմա այս աջ մասի դիագրամում մենք կարող ենք տեսնել այս առանձին ջրածնիները եւ ջրածնի արդեն մոլեկուլային օրբիտալները։ Հիմա մոլեկուլային օրբիտալներում էլեկտրոնները ոնց են տեղաբաշխվում։ Էլեկտրոնները սկզբից տեղաբաշխվում են ավելի ցածր էներգիա ունեցող օրբիտալում, հետո նոր ավելի բարձր։ Հիմա մենք եթե ունենք երկու օրբիտալներ, սիգմա 1s ու սիգմա s աստղանիշ 1s, ավելի ցածր էներգիան ունի կապող օրբիտալը, հետևաբար այդ ջրածնի մոլեկուլի արդեն երկու էլեկտրոններից երկուսն է կգնան կապող օրբիտալի մեջ։ Իսկ քանդող օրբիտալը կմնա դատարկ։ Հիմա հասկանանք ինչ բան է կապի կարգը։
Կապի կարգը ձեզ երևի օլիմպիադայի խնդիրներից հանդիպած կլինի հաշվեք կամ որոշեք կապի կարգը ինչ որ մոլեկուլի, ինչ որ մասնիկի։ Հիմա կապի կարգը հասկանանք ինչ է իրանից նշանակում, որը մեզ համար պարզ լինի։ Ուրեմն կապի կարգը մոլեկուլային օրբիտալների տեսության հիմնական հասկացությունն է, որը մեզ որը արագ ու արդյունավետ միջոց է գնահատելու մոլեկուլում քիմիական կայունությունն ու ամրությունը։ Հիմա կապի կարգը որոշում է հետևյալ բանաձևով։ Հիմա էլեկտրոնների թիվը կապող օրբիտալներում, հիմա մենք ջրածնի դեպքում էլեկտրոնների թիվը կապող օրբիտալներում մի քանի հատ է, կարա գրեք չաթում։ Ջրածնի մոլեկուլում էլեկտրոնների թիվը կապող օրբիտալում քանիս է։ Լավ, ոչ մեկ չհասկացավ, քանիս է, անցնենք առաջ։ Կապի կարգը ուրեմն հավասար է էլեկտրոնների թիվը կապող օրբիտալում հանած էլեկտրոնների թիվը քանդող օրբիտալում բաժանած 2-ը։ Հիմա ջրածնի համար էլեկտրոնների թիվը կապող օրբիտալում հավասար է 2-ի, էլեկտրոնների թիվը քանդող օրբիտալում հավասար է 0-ի։ Այսինքն ստացվում է 2-ից հանած 0 բաժանած 2-ի 1։ Կապող օրբիտալը էս է։ Այդտեղ մենք ունենք 2 էլեկտրոն, քանդող օրբիտալն էլ էս մյուսն է։ Էլեկտրոն չունենք։ Կապի կարգը հասկացաք ոնց է որոշվում։ Հեշտ էր, չէ՞։ Անցնենք առաջ։ Հիմա դիտարկենք հելիումը։ Հելիում 2 մոլեկուլ է։ Իրականում հելիում 2 մոլեկուլ, դուք էլ երևի լավ գիտեք, որ բնության մեջ չկա, չի հանդիպում, բայց հելիումի այս կառուցվածքը շատ հարմար է դիտարկել մոլեկուլային օրբիտալների տեսությունը հասկանալու համար։ Հիմա հելիումի յուրաքանչյուր ատոմ ունի 2 էլեկտրոն, ինչպես գիտեք, նո չեմ կասկածում, որ գիտեք, հելիումի մոտ արդեն 1s այդ 1s-ում կա 2 էլեկտրոն, որոնք այդ 2 էլեկտրոնները զբաղեցնում են 1s ատոմային օրբիտալը։ Մոլեկուլային օրբիտալների տեսության համաձայն, եթե հելիումի 2 ատոմներ իրար փոխազդեն, ճիշտ ինչպես ջրածնի դեպքում, ինչպես բոլոր ատոմների դեպքում, պետք է առաջանա մի հատ քանդող օրբիտալ, մի հատ էլ կապող օրբիտալ։ Հիմա այս գծագրից տեսնում եք, առաջացել է մի հատ քանդող օրբիտալ, այս կապող օրբիտալ, մի հատ քանդող օրբիտալ։ Առաջի 2 էլեկտրոնները կզբաղեցնեն ավելի ցածր էներգիայով այս կապող օրբիտալը, բայց մենք 2 հատ էլ ավել էլեկտրոն ունենք, նրանք էլ կզբաղեցնեն այս քանդող օրբիտալը։ Հիմա եթե այս դեպքում մենք հաշվենք հելիումին, այդ հելիում 2 մասնիկում, այդ հիպոթետիկ հելիում 2 մասնիկում կապի կարգը, քանի որ էլեկտրոնների թիվը կապող օրբիտալում էլ է 2, քանդող օրբիտալում էլ է 2, ստացվում է 0։ 0 կապի կարգը նշանակում է, որ հելիումի 2 ատոմների մեջ չկա, զուտ կապ չկա։ Քանդող օրբիտալի էլեկտրոնները, այսինքն իրանց էներգիայով, իրանց ազդեցությամբ լրիվ ամբողջությամբ չեզոքացնում են այս կապող օրբիտալին։
Այս 0 կապի կարգը մեզ էլի ինչ ինֆորմացիա է տալիս։ 0 կապի դեպքում մենք հասկանում ենք, որ առանձին ատոմները հելիումի ինքնուրույն կայուն են։ Նրանք չունեն բավականաչափ կապող փոխազդեցություն։ Կայուն այդ երկաթատոմային ինչ որ մոլեկուլ ձևավորելու համար։ Քանդող այս օրբիտալի էլեկտրոնների այդ վանողականության էներգիան ավելի ուժեղ է, քան կապող էլեկտրոններինը։ Դրա համար մենք արդյունքում հելիումի մոլեկուլներ չունենք։ Հիմա մենք ունեցանք ջրածնի դեպքում կապի կարգը 1, հելիումի դեպքում 0։ Հիմա կապի կարգը կարող լինի 1.5, չգիտեմ, 2, 3։ Հիմա ինչքան բարձր է կապի կարգը, այնքան ավելի ուժեղ կապը, ավելի ամուր կապը, ավելի կարճ կապը, այդ կապը քանդելու համար ավելի շատ էներգիա է անհրաժեշտ։ Օրինակ ազոտի մոտ ունենք եռակի կապ, կապի կարգը այնտեղ 3 է, իսկ այդ ազոտ-ազոտ կապը խզելը շատ դժվար է։ Ջրածնի դեպքում 1 է, այն էլ է կայուն կապ, բայց արդեն ավելի հեշտ է քանդվում, քան ազոտի մոտ։ Հիմա այս առաջի պարբերության ատոմների մոտ այս ամեն ինչը պարզ էր, առաջանում է մի հատ քանդող, մի հատ կապող օրբիտալ, բայց ինչա տեղի ունենում, երբ անցնում ենք երկրորդ պարբերության ատոմներին։ Հիմա այդտեղ մի քիչ իրավիճակը բարդանում է, բայց այդքան էլ չի բարդանում, եթե մի անգամ ուղղակի հասկանանք։ Հիմա այս մեր երկրորդ պարբերությունում արդեն երկրորդ շերտն է էլեկտրոնների, վալենտային շերտը, այդ մեր մոտ 2s-ն ու 2p-ն է, ունեն 2s-ը իրանից ներկայացնում է մի հատ օրբիտալ, p-ն էլ 3 օրբիտալ են, px, py, pz համապատասխանաբար, դպրոցական կուրսում ես անցնում եք, բոլորը տեղյակ եք։ Հիմա երկաթոմանի մոլեկուլների դեպքում մենք ստեղ հելիումի ու ջրածնի դեպքում մենք ունենք ընդամենը 1 օրբիտալ, ամեն ատոմը ուներ 1 օրբիտալ։ Հետևաբար իրանք եթե ինչ-որ փոխադրության մեջ մտնեին, մոլեկուլային օրբիտալների թիվը պետք է լիներ 2։ 1-ին գումարած 1 2։ Իսկ ստեղ մենք ունենք 4 վալենտային օրբիտալներ, 2s, 2px, 2py, 2pz։ Այսինքն 4-ին գումարած 4 լինում է 8։ Այսինքն սրանց փոխազդեցությունից առաջանում է 8 մոլեկուլային օրբիտալներ։ Այսքանը հասկանալի էր։ Հալո։ Շատ լավ։ Անցանք առաջ։ Հիմա տեսեք։ Այս մի վարիգան։ Այս մեր սլայդում թթվածնի մոլեկուլային օրբիտալների այդ դիագրամն է։ Հիմա մենք սրա միջոցով հասկանանք, երբ որ թթվածինը փոխադրում է թթվածնի հետ, ատոմները ինչա տեղի ունենում մոլեկուլում։ Ասեցինք, որ ունենք 4 վալենտային օրբիտալներ, դրանց փոխազդեցությունից 2 թթվածնի պարզապես պետք է առաջանա 8 հատ մոլեկուլային օրբիտալ։ 4-ին գումարած 4 հավասար 8։ Հիմա ինչ օրբիտալներ են առաջանում։ Հիմա Մեր գրած է սիգմա 2s կապող օրբիտալ։ Այդ այս օրբիտալն է, այս մոլեկուլային օրբիտալն է։ Սիգմա, որովհետև սիգմա կապ է առաջանում ու 2s օրբիտալների փոխազդեցությունից է առաջանում։
Հետո սիգմա ստեղ աստղանիշ 2 է, քանդող օրբիտալ։ Այս արդեն այս քանդող օրբիտալն է։ Ահա, ավելի մեծ էներգիայով, քան կապողը։ Ընդհանրապես մոլեկուլային այս օրբիտալների տեսության մեջ, որտեղ տեսնում եք աստղանիշ, այդտեղ դրված, այդ քանդող օրբիտալներն են։ Հետո մենք ունենք նաև 3 հատ պի օրբիտալներ։ Այս 3 պի փոխազդեցությունից պետք է առաջանա 6 հատ այդ մոլեկուլային օրբիտալները։ Սիգմա 2 PZ կապող օրբիտալը, այդ է սա։ Հետո P2 PX, P2 PY։ Այսինքն Z օրբիտալը, այդտեղ մենք ունենք PX, PY, PZ։ Z օրբիտալը սիգմա կապ առաջացրել, այս PX-ն ու PY-ն էլ պի կապեր են առաջացնել, նրանք էլ համապատասխանաբար սրանք են։ Հետո P աստղանիշ 2 PX, P աստղանիշ 2 PY։ Դրանք այս քանդող օրբիտալներն են, հետո էլ P աստղանիշ 2 PX, PZ։ Այս էլ այս սիգմա 2 PZ, այս էլ մի վերջի քանդող օրբիտալն։ Հիմա այստեղ այս գծապատկերները սենց կամ ամբողջական օրբիտալների այս գծագիծը գծելու համար ուղղակի մեզ պետք է իմանալ, որ ինչքան ատոմային օրբիտալ կա, այդքան մոլեկուլային օրբիտալ է առաջանում, մեկ էլ այս նշանակումները պետք է իմանանք։ Հիմա եթե մինչև այս հասկացաք ինչ որ բաներ, հիմա կարաք ասեք թթվասնի քանդող օրբիտալներում, թթվասնի մոլեկուլի քանդող օրբիտալներում քանի էլեկտրոն կա, այս գծագրից ելնելով, քանի էլեկտրոն ունի։ Չաթում գրեք։ Լավ, հասկանալի է։ Հիմա երկրորդ հարցը։ Այս կապի կարգը հավասար է 8-ից հանած 4 բաժանած 2-ի հավասար է 2-ի։ Էդի սխալ է գրած ձեզ ասեմ, մի հատ լավ հաշվեք, 4-ա թե ուրիշ է։ Մարդկա իր որոշումը փոխել է, 6-ա գրե, 8 տարբերակել, ուրիշ ինչ տարբերակներ ունեք։ X կապի կարգ։ Լավ, հասկանալի է։ 2-ից մինչև 8 տարբերակներ ունենք հիմա։ Հիմա նայեք, քանդող, ես ձեզ ասեցի, որ հարցը սենց էր, չէ՞, հարցը այս թթվասնի մոլեկուլային այս դիագրամից օգտվելով պետք է հաշվենք այս թթվասնի մոլեկուլում քանի էլեկտրոն կա քանդող օրբիտալներում։ Մեկ էլ ես ձեզ սկզբից ասեցի, որ հենց այդտեղ աստղանիշ եք տենում, այդ քանդող օրբիտալներն են։ Այսինքն մենք այստեղ քանի քանդող օրբիտալ ունենք։ 1 այս աստղանիշով ընդունենք, ես ոչ մի բան չգիտեմ, այս աստղանիշներով եմ կողմնորոշում 1 2 3 4, չէ՞։ Ահա 4 քանդող օրբիտալ կա։ 4 հատ քանդող, 4 հատ կապող։ Հիմա հաշվում եմ այդ էլեկտրոնների թիվը քանդող օրբիտալներում։ Առաջի քանդող օրբիտալը այս սիգմա քանդող 2s-ն էր։ 1 2 3 4։ Всё։ Մյուս քանդող օրբիտալում էլ էլեկտրոն չունենք։ Ստացավ 4, 4-ը ճիշտ էր, ստեղի գրածն էլ էր ճիշտ։ Հասկացաք։ Հիմա կապող օրբիտալներում մենք ունենք արդեն կարանք հաշվենք։ Սկզբից հաշվենք կապող օրբիտալները, 1, պետք է 4 հատ լինի, որտեղ 4 հատ օրբիտալը մասնակցել, առաջացել է ամեն ատոմից 4 հատ օրբիտալը մասնակցել, առաջացել է 4 հատ կապող, 4 հատ քանդող։ 1 2 3 4 Էլեկտրոններն ենք հաշվում 1 2 3 4 5 6 7 8։ Հասկացաք։
Դրա համար ստեղ 8-ից հանած 4 բաժանած 2-ի է։ Հիմա այս սիգմա 2s կապող օրբիտալները դրանք ձևավորվում են երկու ատոմների 2s օրբիտալների վերածածկից։ Դրա համար է նշանակումը սիգմա 2s-ը։ Սրանց առաջացումը կայունացնում է մոլեկուլը, մեծացնում է միջուկների միջև էլեկտրոնային այդ խտությունը։ Բոլոր կապող օրբիտալները մեծացնում են միջուկների միջև էլեկտրոնային խտություն, իսկ բոլոր վանող օրբիտալները հակառակ փոքրացնում են միջուկների միջև էլեկտրոնային խտությունը։ Հիմա մի հատ էլ սենց հարց, էլի չաթում գրեք, այս թթվասնի մոլեկուլին քանի էլեկտրոնա պետք, որ կապի կարգը դառնա 1։ Քանի էլեկտրոն պետք է ավելացնենք թթվասնի մոլեկուլին, որ կապի կարգը դառնա 1։ Ատոմ գրեք, քանի էլեկտրոն պետք է ավելացնենք։ Լավ, 2 ու 4 պատասխաններ ունենք։ Լավ, շատ լավ է։ Հիմա նայեք։ Հիմա մենք ունենք 8 էլեկտրոն, որոնք կապող օրբիտալներում էին։ Պետք է 8-ից ինչ որ x թիվ հանենք, հետո բաժանենք 2-ից ստացվի 1։ Այսինքն, եթե 2 էլեկտրոն էլ ավելացնենք այս մասնիկին, թթվասնի մոլեկուլին, կլինի 8-ից հանած 6, 2, 2-ը բաժանած 2-ի 1, կապի կարգը կլինի 1։ Ինձ թվում է հասկացաք։ Այդ նշանակումը O2 2 մինուս մասնիկում կապի կարգը 1 է։ Հանք առաջ։ Հիմա այս ազոտի մոլեկուլի ազոտի մոլեկուլային դիագրամն է, ազոտի մոլեկուլը։ Մի հատ կապի կարգը հաշվեք գրեք։ Երեք է, հա։ Նու մեկը 1.5 է հաշվե, ոչինչ, 4, 0, հիմա լավ, սենց տարբեր պատասխաններ ունենք, նայք, սկսենք այդ 3-ից, ինչու 3, նույն ձևի, հաշվում ենք կապող օրբիտալները, սիգմա 2s-ն է, 1, 2, 3, 4, 4 հատ կապող օրբիտալ կա, 1, 2, 3, 4 հատ էլ քանդող օրբիտալ կա։ Հիմա մենք ունենք կապող օրբիտալները մեր S ու սրանք լրիվ լրացված են, այսինքն 4 օրբիտալը այնտեղ 8 էլեկտրոն ունենք։ 8-ից պետք է հանենք 2։ Քանդող օրբիտալ, այս մնացած քանդող օրբիտալներում էլեկտրոն չկա։ 8-ից հանած 2 6, 6-ը բաժանած 2-ի անում է 3։ Հիմա մարկար 0 էր ստացել, 0 էր գրել։ Հիմա ուրիշ բան է, ասենք սխալ հաշվենք ինչ որ 1.5 ստանանք, 2.5 ստանանք, 2 ստանանք, ուրիշ բան է հաշվենք 0 ստանանք։ Հիմա մենք սկզբից ասեցինք, որ 0 կապի կարգը 0, այդ հելիում 2
մոլեկուլում է, որը գոյություն չունի։ Կապի կարգը 0 է, այդ նշանակում է տենց կապ չկա։ Եթե ազոտի մոտ կապի կարգը ազոտի մոլեկուլում կապի կարգը 0 լիներ, այդ կնշանակեր, որ ազոտի մոլեկուլ գոյություն չունի։ Բայց մենք ինչպես գիտենք, հերիք չի որ գոյություն ունի, այն էլ ամենակայուն մոլեկուլներից է, բնության մեջ ամենակայուն մոլեկուլներից է։ Հիմա այս տեսնենք ինչա նշանակում սա։ Սա կոչվում է մոլեկուլի էլեկտրոնային կոնֆիգուրացիա։ Մենք ատոմների առանձին էլեկտրոնային կոնֆիգուրացիա գիտենք գրել, այն որ գրում ենք 1s1, չգիտեմ, օրինակ ազոտի դեպքում 2s1s2, 2s2, 2p3։ Հիմա ազոտի մոլեկուլի դեպքում էսա։ Սա ինչ է նշանակում։ Սիգմա 2s ու քառակուսի։ Այս քառակուսի 2-ը, ինդեքսի 2-ը նշանակում է 2 էլեկտրոն։ Սիգմա 2s օրբիտալում մենք ունենք 2 էլեկտրոն։ Հետո սիգմա s քանդող 2s-ում նույնպես ունենք 2 էլեկտրոն, s մյուսում։ Նույն ձևի s p քանդող 2px-ում ունենք 2 էլեկտրոն, ունդեղ 2-2։ Հիմա ազոտի N2 պլյուս մասնիկում արդեն մեկը բացակայ, դրա համար մեկ է։ Հիմա մի հատ N2 պլյուս մասնիկի կապի կարգը հաշվեք, չաթում գրեք։ N2 պլյուս։ N2 մասնիկինը հաշվեցինք, տեսանք, որ 3 է։ Հիմա N2 պլյուսինը ինչքան է։ Դե ոնց որ լավ հաշվողներ ունենք։ 2.5, 3.5, 2. Կարևորը հաշվելն է, ճիշտ ու սխալը հետո կհասկանանք։ Շատ լավ։ Հիմա ազոտի մոտ մենք սովորական N2 մասնիկում մենք ունենք N2 մոլեկուլում, չեզոք, N2 մոլեկուլում կապի կարգը 3 էր։ Հիմա եթե մենք ասում ենք N2 պլյուս մասնիկում, այդ նշանակում մի հատ էլեկտրոն այսքան տեղից գնացել է։ Այդ մի էլեկտրոնը ըստ ձեզ հիմա այս ազոտի դեպքում կապող օրբիտալից է գնացել, թե քանդող։ Կարակ էլիս բանում գրեք, այս ինչեր անունը չաթում։ Կապողից է գնացել, հաշվի առնելով այս դիագրամը, կապողից է գնացել, թե քանդողից։ Կապողից, կեսը լատինատառ են գրում, կեսը հայերեն։ Կապողից։ N2 մոլեկուլը ավելի անկայուն, հետևաբար կապողից։ Լավ։ Հիմա նայեք։ Ընդհանրապես, եթե էլեկտրոնը հեռանում ինչ-որ մոլեկուլից, այդ պետք է հեռանա ամենաշատ էներգիա ունեցող օրբիտալից։ Հիմա այս մեր դեպքում ամենաշատ էներգիա ունի որ օրբիտալը։ Այս դիագրամի ձևում ամենաշատ էներգիա ունի սիգմա քանդող 2pz-ը, բայց ազոտի մոլեկուլում էդի այնտեղ էլեկտրոն չկար, որ այնտեղից հեռանալ։ Հետո մյուս p քանդողներն են ամենաշատ էներգիա ունեցողները, բայց այնտեղ էլ մենք էլեկտրոն չունենք, հետևաբար
Այս կապող սիգմա 2 PZ կապող օրբիտալից է հեռանալու։ Հմ։ Եթե ստեղից հեռանում է, մենք ունենում ենք 8-ի փոխարեն 7 էլեկտրոն կապող օրբիտալում։ 7-ից հանած 2, 5, 5-ը բաժանած 2-ը 2.5։ Այսինքն N2 պլյուս մասնիկում կապի կարգը 2.5 է։ Հետևաբար, եթե 2.5-ը դե համեմատում ենք 3-ի հետ, ավելի անկայուն է, ավելի երկար է, ավելի քիչ էներգիա է պետք է հանդելու համար։ Հմ։ Հիմա մի հատ էլ հաշվեք, ինչ տեղի կունենա կապի կարգը ոնց կփոխվի ազոտի մոլեկուլում, եթե մի հատ էլեկտրոն ավելացնենք, այսինքն N2 մինուս մասնիկում, N2 մինուս։ N2 պլյուսը հաշվեցիք, հիմա N2 մինուսը հաշվեք։ Ừm. Կապի կարգը, հա, այստեղ 4.5 տարբերակ ունենք, 3.5, 3.5, 2.5, 3.5։ Լավ։ Ừm. Հիմա ừm, այն նախորդ դեպքում, եթե հիշում եք, ասեցինք N2 պլյուսի դեպքում, եթե էլեկտրոնն է հեռանում, ամենաբարձր այդ մակարդակից է հեռանում, ամենաշատ էներգիա ունեցող օրբիտալից։ Հիմա այս դեպքում, եթե էլեկտրոնն է միանում, պետք է լրացնի ամենացածր էներգիայով մակարդակը, ամենացածր էներգիայով օրբիտալը։ Հիմա ազոտի դեպքում, այս մեր ազոտն է, ազոտի դեպքում այս ամենացածրը լրացված է, հետո իրան նախորդողը, հաջորդողներն լրացված են, այսինքն այդ էլեկտրոնը պետք է գա այստեղ։ Տեսնում եք որտեղ։ Հիմա այս քանդող օրբիտալը, այսինքն քանդող օրբիտալներում էլեկտրոնների թիվը մի հատ էլ ավելացած։ Կապի կարգը հաշվելու համար մենք 8-ից պետք է հանենք, այն վաղ հանում ենք 2, այս անգամ պետք է հանենք 3։ Չեզոք ազոտի դեպքում հանում ենք 2, ստացվում էր 6, բաժանում ենք 2-ի 3։ Հիմա այստեղ 8-ից հանում ենք 3, 5, 5-ը բաժանած 2-ը 2.5։ Ճիշտ պատասխանն էր 2.5։ Հասկացաք։ Հուսով եմ հասկացաք։ Ừm. Ừm. Ով որ սխալ էր հաշվել ինքն էլ հասկացավ։ Ừm. Հիմա այս անցնենք սրան։ Ừm. Ừm. Այս մեր մոտ այս թթվասնի այդ դիագրամն է, այս էլ ազոտինը։ Հիմա մի հատ նայեք ինչն է տարբեր այս երկուսի մոտ։ Չաթում գրեք ինչն է տարբեր։ Շատ լավ։ Քանդող էլեկտրոնների թիվը իհարկե տարբեր է, հա։ Ուրիշ տարբերություն նայեք կտեսնեք էլ ուրիշ տարբերություն։ Էդի արագ ճիշտ նկատել եք, շատ լավ։
Լավ, շատ լավ։ Ահա, անցանք առաջ։ Հիմա այստեղ մենք մեզ մոտ ինչն է տարբեր։ Թթվածիններ, ազոտներ, երկրորդ պարբերության տարրեր են, երկուսի վալենտային շերտներ, այդ երկու վալենտային օրբիտալներ 2s-ն ու 2p-ն է։ Այդ կամ բանով նույնն են։ Հիմա երբ որ ունենք ազոտի մոլեկուլ, ունենք թթվածնի մոլեկուլ։ S 2s ատոմային օրբիտալների փոխազդեցությունից առաջանում է այս մի հատ կապող, մի հատ քանդող։ Առաջացել է մի հատ կապող, մի հատ քանդող։ Երկուսի դեպքում էլ նույն ձևի։ Հիմա դե կապողի էներգիան ավելի փոքր է, այն կայունություն է առաջացնում, քանդողի էներգիան ավելի մեծ է, այն էլ անկայունություն է առաջացնում մոլեկուլում։ Հիմա անցնենք p օրբիտալներին։ Հիմա թթվածնի մոտ սիգմա 2pz կապող օրբիտալ ունենք, ու սիգմայից հետո p2px ու p2py։ Հիմա ստեղ նայեք, այս սիգմայի էներգիան ավելի քիչ է, քան p-երինը։ Իսկ ազոտի մոտ p-երի էներգիան ավելի քիչ, քան սիգմայինը։ Այս է տարբերությունը հիմնական։ Որ այս պետք է մեզ մոտ ֆիքսենք ու չմոռանանք, որովհետև այդ օլիմպիադաներում խնդիրների մեջ այդպես հարցեր կարող է լինեն, ասենք ազոտի մոտ ինչու է այս սիգմա մոլեկուլային օրբիտալի էներգիան ավելի բարձր, p-երը ավելի ցածր, այդ ինչ որ քվանտամեխանիկական հարցեր են, դուք ուղղակի պետք է իմանաք։ Երկրորդ պարբերությունում մինչև ազոտ սիգմայի էներգիան է բարձր, ազոտից հետո թթվածին ընդեղ արդեն ուրիշ ատոմներ, հակառակն է։ Ինձ էլ ֆիքսեցինք։ Հիմա թթվածինը, ազոտը ու ինչ եմ, մի վարգան ստեղ մի բան մոռացանք։ Դուք մագնիսականություն, չգիտեմ, պարամագնետիկ, դիամագնետիկ, այդպես բաներ անցել եք, թե չէ, բայց մի հատ հարց եմ ուզում ձեզ տալ, այս ստեղի հետ կապված։ Հիմա ազոտից ու թթվածնից, որոնք են պարամագնետիկ, ազոտն է մագնիսական հատկություններ ունի, թե թթվածինը։ Ճիշտ է, մեկը գրել է հեղուկ թթվածինը, էդի ճիշտ է, հեղուկ թթվածինը, ու ճիշտ է թթվածինը, հա։ Հիմա ընդհանրապես թթվածինը ուղղակի հեղուկ թթվածնի մոտ բան ավելի շատ է արտահայտվում։ Հիմա նայեք, իսկ այդ ինչի հետ է կապված, հեչ մտածել եք։ Նայեք այս տարբերությունները ազոտի ու մենք թթվածնի մոտ ունենք երկու հատ չզույգված էլեկտրոններ, ազոտի մոտ չունենք։ Մոլեկուլային օրբիտալը, այս դիագրամը, եթե գծում եք, տեսնում եք ինչ որ մոլեկուլի մոտ մենք ունենք չզույգված էլեկտրոններ, այդ նշանակում է այդ մոլեկուլը հաստատ պարամագնետիկ է։ Իսկ եթե բոլոր էլեկտրոններն էլ զույգված են, այդ մագնիսական դաշտի կողմից ոչ մի փոփոխության չի ենթարկվում։ Հասկացաք այդ պատճառը որն է, այդ հեղուկ թթվածնի ոնց որ գրել էիք, կամ թթվածնի այդ պարամագնետիկ լինելու պատճառը։ Հիմա այս սրանից ելնելով մոլեկուլային օրբիտալների տեսությունը այդ մագնիսական հատկությունները մասնիկների բացատրում է, իսկ այն մեր անցած տեսությունները չեն բացատրում։ Ահա։ Հիմա այս
մոլեկուլային դիագրամը նորից էլեկտրոնների այս արդեն NO-ի, այսինքն տարբեր ատոմներից կազմված մոլեկուլային օրբիտալներ են։ Հիմա այստեղ մի հատ կապի կարգը նորից հաշվեք։ Ահա, երկուսու կես։ Հա, արդեն սովորեցիք, հիմնական մասը ճիշտ է պատասխանում, հա, շատ լավ է։ Երկուսու կես, չէ՞։ Հիմա մի հատ սենց հարց։ Թթվասնի էլեկտրոնների էներգիան է, թթվասին ատոմի, այդ էլեկտրոնային օրբիտալների էներգիան ավելի բարձր, թե ազոտի։ Որի էներգիան ավելի բարձր, թթվասինինը, թե ազոտինը։ Չաթում գրեք նորից։ Լավ, թթվասնի, իհարկե թթվասնի, նայեք, այս հարցեր կան, որ անենց ճիշտ է, տրվում են ոչ թե իմանալու համար դուք գիտեք, թե չգիտեք, այդեն կարող եք իմանալ էլ, չէ, խոսքի թթվասնինը ավելի ցածր է, բայց այս դեպքում հարցը տրվում է նրա համար, որ իմանանք իշքան եք մի բանի դուք նայում եք, դուք այդ նայում եք, թե տեսնում եք էլ։ Հիմա օրինակ այդ հեշ մարդու էլ ոչ մեկին էլ պետք չի անգիր իմանա թթվասնի այս 2s ու 2p օրբիտալների էներգիան ավելի բարձր, թե ազոտինը։ Ուղղակի այս պարզ այս նկարից կարելի է արագ պատասխանել, որ թթվասնի էներգիան, նայեք, թթվասինը ավելի ցածր է։ Զուտ այդքան բանն ենք ուզում ճշտել, որոշ մարդիկ գրել են ազոտինը։ Այդ չգիտեմ ինչի վրա են հիմնվել, բայց ոչինչ։ Մյուս անգամ ուշադիր եղեք։ Հիմա այս NO-ն պարամագնետիկ է, թե մագնիսական դաշտը իր վրա չի ազդի։ Նորից ես էլ պատասխանը կանցնենք հիբրիդացմանը։ Շատ լավ է, շատ լավ է։ Հա։ Այս էլեկտրոնի հաշվին ինքը պարամագնետիկ է։ Հիմա հիբրիդացումը։ Հիբրիդացումը երևի արդեն բարձր դասարանցիները լավ տեղյակ են այդ մասին։ Հիբրիդացումը հասկացություն է, որով մենք նկարագրում ենք ատոմային օրբիտալների տարբեր օրբիտալների իրար հետ փոխազդեցություն ու այդ փոխազդեցության արդյունքում լրիվ նոր օրբիտալների առաջացումը։ Այս հիբրիդացման տեսությունը մեզ օգնում է էլի բացատրել տարբեր մոլեկուլներում առաջացած կապերը, այդ մոլեկուլների երկրաչափական կառուցվածքները, դե էլի շատ պարզ տեսություն է իր առավելություններով ու թերություններով, ոնց որ բոլոր մնացած տեսությունները։ Ոնց հասկացաք, ոչ մի տեսություն էլ մինչև վերջ չի բացատրում քիմիական մոլեկուլներում քիմիական կապի բնույթը։ Հիմա հիբրիդացումը սկսվում է, երբ մոլեկուլում այդ տարբեր ատոմների օրբիտալները իրար հետ փոխազդելով ստեղծում են համարժեք հիբրիդային արդեն օրբիտալներ, որոնք արդեն իրար համարժեք են։
Հիմա ինչպես որոշներդ գիտեք, բարձր դասարանների իմաստն է, կան հիբրիդային օրբիտալների մի քանի տեսակներ, շատ տեսակներ կա, մեզ հետաքրքրում է հիմնականում այս 5 տեսակ։ Սկզբից այդ SP հիբրիդացում արդեն այդ հասկանում ենք, որ S օրբիտալների ու մի հատ p օրբիտալի փոխազդումից առաջանում է SP հիբրիդային օրբիտալներ, հետո SP2, SP3, DSP3 կամ SP3D, D2, SP3։ Հիմա մի քիչ առանձին խոսանք այս հիբրիդացման մասին, տարբեր տիպի ու ավարտենք այսօրվա դասախոսությունը։ Հիմա առաջինը այդ SP հիբրիդացումն է։ SP հիբրիդացման ժամանակ այդ S օրբիտալը միավորվում է նույն էներգետիկ մակարդակից, այսինքն եթե 2S օրբիտալը 2p օրբիտալի հետ, առաջացնելով լրիվ նոր SP հիբրիդային օրբիտալներ։ Հիմա մենք մի հատ S ունենք, մի հատ P ունենք, այդ երկուսի միացումից առաջանում է 2 հատ SP օրբիտալներ։ Այս նոր ձևավորված SP օրբիտալները իրանք արդեն էներգետիկ ու ամեն ինչով, ձևով, չափով, էներգիայով իրար համարժեք են ու քանի որ այս օրբիտալները ընդհանրապես մեր էլեկտրոնային օրբիտալները մոլեկուլային տարածության մեջ ձգտում են ամենակայուն դիրքը գրավել, եթե մենք ունենք երկու օրբիտալ, նշանակում է դրանք իրար մաքսիմալ պետք է հեռու լինեն, որ ամենակայուն վիճակը լինի։ Մաքսիմալ ամենահեռու վիճակն էլ այդ ուղիղ գիծն է։ Երկու օրբիտալի պարագայում այդ ուղիղ գիծն է, դրա համար այս SP հիբրիդացում ունեցող այս կենտրոնական ատոմով մոլեկուլները միշտ գծային մոլեկուլներ են։ Այստեղ տեսնում եք 170 լավ օրինակ է այս բերիլիում քլոր 2-ի օրինակը։ Բայց SP հիբրիդացման ժամանակ ոչ միշտ է որ գծային մոլեկուլներ են ստացվում, օրինակ եթե այդ կենտրոնական ատոմը, այս դեպքում կենտրոնական ատոմը բերիլիումն է։ Կենտրոնական ատոմը ունենար հավելյալ էլեկտրոնային զույգեր, օրբիտալ ունենար, օրբիտալ ունի, այսինքն իրային մյուս P օրբիտալներում էլեկտրոնային զույգեր լինեին կամ ինչ որ բաներ, այդ էլեկտրոնային զույգերը կխախտեին այս ուղիղ դասավորվածությունը եւ ինչ որ անկյունային ձև կստանանք, ոչ թե այս ուղիղ 170 աստիճան անկյան գիծ։ Հիմա SP հիբրիդային այս իրավիճակը շատ տարածված է նաև ածխածնի մոտ, օրգանական քիմիայից երևի գիտեք, հենց այս էլի ացետիլենի մոլեկուլից սկսած բոլոր տեղերը, որտեղ կհանդիպեք եռակի կապեր, այդ նշանակում է այդտեղ ածխածինը գտնվում է SP հիբրիդային վիճակում։ Եռակի կապում այդտեղ սիմետրիան միշտ էլ գծային է, այսինքն ունենք երկու հատ պի կապ, մի հատ սիգմա կապ, այդ ոնց որ ընդհանուր կուրսից գիտեք, հետո SP2 SP2 օրբիտալները տեղի ունենում, երբ S օրբիտալը փոխազդում է երկու հատ ուրիշ P օրբիտալների հետ։ Այս դեպքում առաջանում են 3 SP2 հիբրիդային օրբիտալներ։ Բոլոր այս հիբրիդային օրբիտալները իրար նույնպես համարժեք են, իրենց ձևով, չափով, էներգիայով եւ դասավորվում են այս եռանկյան ձևով։ Ինչու են դասավորում այս դիրքով, իրարից հեռու 120 աստիճան տակ, որովհետև իրանք ձգտում են մաքսիմալ հեռավորություն ունենալ իրարից, իսկ մաքսիմալ հեռավորությունը այդ մեզ եթե հարթ մակերեսին պատկերացնենք, մենք ունենանք իրարից 120 աստիճան անկյան տակ հեռավորության դեպքում,
Դրա համար ունենք այս կառուցվածքը։ Հիմա այստեղ էլ լավագույն օրինակը բոր քլոր 3 օրինակ, բորֆտոր 3-ը, որի մոլեկուլը հենց sense եռանկյունաձև է, այս դեպքում էլ եթե բորի տեղը ուրիշ ատոմ լիներ, ասենք օրինակ ազոտ։ Ազոտի դեպքում գիտենք, որ ազոտի ատոմում էլեկտրոնային զույգ կա ազատ օրբիտալում, դրա համար այս եռանկյան տես չի ստանում մոլեկուլը, ավելի շատ քառը բուրգի տես կա ստանում, քան այս հարթ եռանկյան։ Այս P3 հիբրիդացումներ տեղի ունենում, երբ որ փոխազդումը արդեն 1s օրբիտալը 3p օրբիտալների հետ նույնպես առաջանում են համարժեք 4sp3 հիբրիդային օրբիտալներ։ SP3 իդեալական SP3 այս կառուցվածքի դեպքում այդ իդեալականը համարվում է մեթանի մոլեկուլը, նրանց միջև անկյունը կազմում 109 ու այս կապերի միջև անկյունը 195 աշճան, որը նույնպես մաքսիմալ հեռավորությունն է։ 109 աշճանը մի քիչ եթե փոխում ենք, արդեն մենք ստանում ենք էներգիապես ոչ շահավետ դասավորություն, դրա համար այդպիսի կառուցվածքները միշտ անկայուն են ավելի։ Այս հիբրիդացումները, որոնք արդեն ուղեկցում են d օրբիտալների մասնակցությամբ, մենք ունենք երկու տեսակի հիբրիդացումներ, SP3D, SP3D2։ Հիմա այս դեպքում ինչա տեղի ունենում, երբ d օրբիտալները մենք ունենում ենք արդեն երրորդ պարբերությունում։ Մեզ, այսինքն ավելի ծանր ատոմներ են պետք առաջինը, հետո պետք է որ S, P ու D օրբիտալները իրար հետ փոխազդել։ Հիմա մենք այս դեպքում ունենում ենք DSP3-ի դեպքում տրիգոնալ բիպիրամիդի տեսք, իսկ D2SP-ի դեպքում օկտաեդրի տեսք։ Այս հիբրիդացման տեսությունը շատ ավելի պարզ է, ուղղակի ատոմները երկրաչափական կառուցվածքները բնութագրելու համար է։ Մեր այդ օլիմպիադաներում հիմնականում օրգանական մոլեկուլների հիբրիդ աստղածնի ատոմի հիբրիդային վիճակն է մեզ հետաքրքրում, այն էլ ավելի շատ հեշտ է պարզել, քանի որ եթե մենք լրիվ հագեցած ածխաջրածին ենք ունենում այդ միշտ SP3 հիբրիդացումը, եթե ունենք կրկնակի կապ, այդ կրկնակի կապի մոտի ածխածիններն է SP2-ը, եռակի կապին էլ SP-ը։ Այդ երեք բանը պետք է մտապահենք, մնացածը ուրիշ տեսություններով են բացատրվում։ Հիմա մենք ամփոփելով այս երկու տեսությունները կարանք ասենք, որ հիբրիդացման տեսությունը շատ հարմար է մոլեկուլների այդ երկրաչափությունը բնութագրելու համար, իրանց երկրաչափական կառուցվածքները, հասկանալու այդ կապերի ուղղվածությունն ու ընդհանրապես մոլեկուլի կառուցվածքը, այդ անկյան թեքությունը կապերի միմյանց նկատմամբ։ Բայց այդ չի կարողանում բացատրել այդ մագնիսական հատկությունները, զուգորդումները եւ այլն։ Տեղայնացված էլեկտրոնները, չտեղակայնված եւ այլն։ Դրա համար այդ էլ բացատրվում է մոլեկուլային օրբիտալային տեսության միջոցով։ Հիմա մոլեկուլային օրբիտալային տեսությունն էլ շատ կիրառելի է երկաթոմանի մոլեկուլների համար, մոլեկուլային օրբիտալների տեսության այդ կիրառումը արդեն ավելի բարդ համակարգերի դեպքում անհնար է դառնում։ Ասենք մենք չենք կարող մոլեկուլային օրբիտալի ինչ որ դիագրամ գծել,
մի մոլեկուլի համար, որի մեջ մի, չգիտեմ, մի 10-15 հատ տարբեր ատոմներ կան։ Այդ դառնում է տեխնիկապես անհնար։ Դրա համար այդ բոլոր տեսություններն էլ, այն անցած դասի քննարկածներ, լսել, բոլորն էլ իրենց սահմանափակումներն ունեն, բոլորն էլ ինչ որ մի բան լավ բացատրում են, ինչ որ մի բան վատ են բացատրում։ Դրա համար պետք է ընդհանրապես այդ քիմիական կապը, ատոմների այդ իրար փոխազդեցությունը ինչ որ համակարգ մոտեցման, բոլոր տեսությունները միասին այդ հարթության տիրույթում դիտարկել նորմալ հասկանալու համար։ Բայց խնդիրներ լուծելու, չգիտեմ, այդ խնդիրներ լուծելու համար, օլիմպիական խնդիրներ լուծելու համար, մեզ պետքա իմանանք, արագ հասկանանք, լույսի կառուցվածքային բանաձև ոնց գծել, բոլոր օլիմպիադաներում լինում է բանը, մոլեկուլային օրբիտալների, այս պարզ մոլեկուլների, որոնք մեր քննարկեցինք, օրինակ այդ ազոտի մոլեկուլ, թթվասնի, այդ իրանց լիցքավորված մասնիկները, NO-ն, ասենք NO2-ի մոլեկուլային դիագրամ, ոչ մեկ օլիմպիադաներում չի տա, այդ շատ բարդ է, երկատոմանի այդ մոլեկուլներին է, իրանց դիագրամները գծել, հասկանալ քանդողը որն է, փխրեցնողը որն է, կապի կարգը հաշվել, այդքան բան։ Ինձ թվում է դասախոսությունը այս ձեր դուր եկավ, իմ համար էլ ահագին դժվար, առաջի անգամ եմ ես այս թեմաներով սենց օնլայն դասախոսություն անում, մյուս դասախոսությունը լինելու է մյուս 3 շաբթի, արդեն սկսելու ենք խոսալ թերմոդինամիկայից, այնտեղ ավելի հետաքրքիր կլինի, քանի որ հաշվարկները շատ են, ձեզ էլ երևի հաշվարկները շատ են, այնտեղ հասկանալ, մտածելու ավելի շատ պահանջ է լինում, քան ստեղ այս մի քանի տեսություն դուք ուղղակի պետք է իմանաք այն թեթև հարցերը պատասխանելու համար։ Իսկ արդեն թերմոդինամիկան մի քիչ ավելի շատ ջանքեր են պետք, դրա համար թերմոդինամիկայի այդ դասախոսության շարքը սկսվում է 3 շաբթի, բայց շարունակվում է մի 5-6 հատ, տենց ասեմ։ Այդ նույն լինքով եք մտնելու թե չէ, ձեզ էլի նամակ կգա, բայց երևի հա նույն լինքով, այս բանին չեմ կարող ասել։ Ինչ որ հարցեր ունեք, երեք կարող եք հիմա տալ, հենց այս դասախոսությունները ընդհանուր կազմակերպչական հարցերից էլ, որտեղ ենք արագ պատասխանել ու ավարտել մեր դասը։ Չէ երևի։ Հիմա N2-ի ու O2-ի մոտ P օրբիտալներն էլ, S-երն էլ էներգիաներով տարբերվում են իրարից, հա, պատճառը։ Նայեք, մենք երբ որ ասում ենք 2s օրբիտալ, այդ 2s օրբիտալը, ասենք, այնտեղ սա երկրորդ պարբերությունում լիթիումից մինչև ֆտոր, նենց չի նույն, մենք ասում ենք ընդհանուր 2s, նկատի ունենալով դե նույն 2s-ն է, բայց այդ նույն 2s-ը չի, իրանց էներգիաները տարբերում են, մի քանի տարբեր պատճառներ ունի։ Այդ արդեն ասում ենք քվանտային քիմիայի տիրույթ, դրա համար պետք չէ այդ մասին խոսալ, դրանք ուղղակի իմացեք, որ տարբերվում են էներգիաները, բայց թե ինչ պատճառներով է, դա արդեն բարդ է բացատրելը, այնտեղ բացատրությունները նշվում է, որ ասենք ֆտորի ու թթվասնի մոտ, քանի որ իրանք ուժեղ էլեկտրաբացասական են, ավելի շատ են ձգում այդ օրբիտալները ու դրա համար այդ S-ի ու P-ի էներգիաների տարբերությունը ավելի քիչ է։ Ասենք այն բորի ածխածնի մոտ իրանք որ ավելի թույլ են ձգում այդ ամբողջ վալենտային թաղանթը, իրանց մոտ այդ տարբերությունը արդեն մեծ է։ Այդպես պատճառներ են, հենց հստակ չեմ կարող ասել։ Հետո դասերը ձայնագրվել է, հա։ Ինչա գրած քանդող հավաք։ Քանդող հավաքող ինչի հետ եք։ Քանդող հավաքող չի, քանդող ու կապող, հա, այդ քանդող օրբիտալներ ու կապող օրբիտալներ։ Չէ, կապերի չէ, օրբիտալների։ Նայ,
Պին ու սիգման այդ նշանակ երևի այդ մոլեկուլային օրբիտալների նշանակման հետ եք, այդ ինչա նշանակում, այդ ուղակի ընդգծումա դիրքավորումը։ Մենք իշքան գիտեք սիգմա կապը հենց ամենամիջուկների միջև առաջացած կապն է։ Պի կապը արդեն ավելի լայն տարածքներ, մեծ տարածքներ է ընդգրկում։ Այդ ուղակի դիրքը նշելու համար է կապի, այդ առաջացած օրբիտալի։ Սիգման որտեղ է առաջանում, սիգման միշտ առաջանում է ուղիղ գծով, պին արդեն այդ ուղիղ գծում չի առաջանում։ Ընտրական փուլերի խնդիրները, ընտրական փուլերի խնդիրները չէ, եւ կարելի է հրապարակել, բայց մի հատ պետքա քննարկենք, որովհետեւ ընտրական փուլի խնդիրները հանրապետականի նման հանրապետականի խնդիրները շատ են էլի քննարկվում այնտեղ հենց քիմիական սխալներից մինչև կետադրական սխալները քննարկվում են, նորը հրապարակվում, այս քանի որ արագ է կատարվում այս ընտրական փուլի խնդիրների մեջ, կարող է տենց ինչ որ մենք ժամանակ չենք ունենում այդ ամեն ինչը մի քանի անգամ նայելու, դրա համար չենք հրապարակում, հիմա չգիտեմ, կքննարկենք, կարող է հարմար եղավ հրապարակենք, չէ։ Այս տարվա միջազգային օլիմպիադայի նախընտրական խնդիրները օլիմպիադայի կայքում կա, կարակ ընդեղից ներբեռնեք։ Միշտ նույն ժամին է լինելու, 17-ից 30։ Կտեղադրենք YouTube-յան ալիքում, հա, այն։ Հիմա հարգելի Սիրանուշ, կապող քանդող ինչ նկատի ունենք ու ինչ բանաձևով ինչ ենք հաշվում, այդ երևի ձայնագրությունը սկզբից նայես կհասկանաս ու սլայդները երբ որ ստանաս կհասկանաս։ Հիմա ես չեմ կարող քեզ նորից սկզբից մինչև վերջ պատմել։ Էլեկտրոնային խտությունը։ Նայեք, էլեկտրոնը հիմա մենք երբ որ էլեկտրոնի մասին ենք խոսում, մի հատ պետք է հասկանանք այդ էլեկտրոնը մասնիկ է թե ալիք է։ Էդի շատ բարդ, էլի քվանտային քիմիայի, քվանտային ֆիզիկայի տիրույթ ենք մտնում, այնտեղ էլեկտրոնը դիտարկվում է որպես համ ալիք, համ մասնիկ։ Հիմա եթե էլեկտրոնը իսկ այդ քվանտային ֆիզիկայում մենք այդ ոչ թե հենց էլեկտրոնը ինչ որ մի տեղ է գտնվում, ասենք խոսքի մենք պատկերացնում թե հենց օրբիտալի մեջ է գտնվում, բայց դա տենց չէ, այնտեղ հավանականություն են հաշվում, էլեկտրոնի գտնվելու հավանականությունը, քանի որ ինքը մի շարժման մեջ է շատ արագ։ Հիմա էլեկտրոնի այդ օրբիտալի սահմանման կանոնից էլ է կանոնից հետում եւ էլեկտրոնի խտությունը օրբիտալում այդ օրբիտալի մեջ մեծա 90 քանի տոկոսից թե ինչ։ Հիմա եթե մոլեկուլային օրբիտալ առաջանում, մենք ասում ենք, որ էլեկտրոնային խտությունը միջուկների մեջ մեծանում է։ Այդ նշանակում է, որ էլեկտրոնը ժամանակի մեծ մասում գտնվում է հենց այդ միջուկների միջև տեղամասում։ Այդ զուտ է նշանակում։ Ուրեմն հասկացաք։ Հնարավոր են դեպքեր, երբ քանդող ու կապող օրբիտալների քանակը հավասար չլինի։ Հնարավոր չեն։ Մենք հենց այդ տեսության հիմնական այդ սկզբում ասեցինք, որ ինչքան ասենք 4 հատ իրար հետ փոխազդող օրբիտալ ունենք, առաջանում է 4 հատ էլ
մոլեկուլային օրբիտալ, երկուսը կլինի քանդող, երկուսը հավասար են, միշտ հավասար են։ Չի կարա մեկը մի հատով շատ լինի, մեկը մի հատով։ Կարող ու այդ ուղակի sense պատկերացեք sense, եթե քանդող օրբիտալում էլեկտրոն չկա, այդ նշանակում է քանդող օրբիտալը չի կարա այդ կապը անկայունացնել։ Այնտեղ էլեկտրոն լինի, նոր այդ իր անկայունացնող, չեմ կապը խզող գործառույթը իրականացնի։ Լավ, կհանդիպենք երեք շաբթի։ Հաջողություն։